որևէ պախարակելի բան չկա լրատվությունից գալ ազգային ժողով, ոնց որ ձեր դեպքում է։ Կարծում եմ լրատվությունից եկաք, դեռ ավելին ասեմ, եթե մի միջնորդություն բավարարեի, երկիր մեդիայի աշխատանքից կգայիք ազգային ժողով, բայց բարեբախտաբար այդպես չէր։ Այդ նախկին իշխանություններին, որ քննադատում եք, իրաց տարածված մի հատ խոսք կար։ Թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Նախկին իշխանությունների ժամանակ ամեն ինչ ճիշտ էր թղթերով։ Մարդույթա, բանա, բայց ինչ կապ ունեմ, ընտանիքի անդամս ինչ կապ ունի։ Հիմա ելույթում կանդրադառնամ, նայեք, ես չեմ ուզում այդ ռազմորկան, որ եղել Աբովյանը, բայց իմ աչքը զարնել է մի հատ բան։ Այդ օրերի Նիկոլ Փաշինյանը նստում է կաֆե, ասում է ՀԴՄ թուղ, նստում է կաֆե, ասում է ՀԴՄ թուղ, մեկ էլ պարզվում է ՔՊ անդամ ձեր եղբոր անվան հետ կապում են միլիոնավոր դրամներ կանխիկ, ՀԴՄ դոկումենտացիա, բան չկա։ Դոկումենտով ասում եք ճիշտ է։ Պարոն Կոնջարյան, ձեր ելույթից ես ճիշտ հասկացա, մարդ, որը 36 տարի նույն կուսակցության անդամ է, մի վարքյան չի դավաճանել։ Ճիշտ հասկացա, որ ինքնապահպանման նպատակով է, որ մի ժամանակ եղել եք հանրապետական կուսակցության աջակցող կուսակցության երիտասարդականի ղեկավար, հետո անցել եք Լուսավոր Հայաստան, հետո անցել եք քաղաքացիական պայմանագիր, դա որպեսզի դինոզավր չդառնաք այդ սխեմայի մեջ հա մտնում, պարոն Կոնջարյան, որտեղ անկեղծ եմ ասում, քաղաքական դաշտում իմ համար միշտ շատ դժվար է եղել ընկալելի մի քանի կուսակցություններ փոխող, դեռ անձնականի մասին չեմ ասում, էլի հարազատություն բան մի կողմ դնելը իմ համար անընդունելի է։ Դա էր հարցը, որտեղ Արթուր Հովհաննիսյանն էլ ասեցի, ինքը վերահսկագրեց, որ դուք կպատասխանեք։ Շնորհակալություն, Արթուր Հովհաննիսյանին տրված ձեր հարցի մեջ փաստական սխալ կար, ես երիտասարդական խորհրդարանում այդ ժամանակ եղել եմ որպես անկախ падգամավոր, պարոն Մանուկյան, ձեր նշած դեպքերը այն մասին, որ եղել է համագործակցություն տվյալ կուսակցության եւ հանրապետականի միջև, դա եղել է արդեն այն ժամանակ, երբ որ ես որևէ համագործակցություն չեմ ունեցել տվյալ քաղաքական միավորման հետ, ուսանողական տարիքում ես տարբեր նախաձեռնությունների եմ ներգրաված եղել, բայց երիտասարդական խորհրդարանում հանդիսացել եմ որպես անկախ падգամավոր, դա կարծում եմ, որ ստուգելի է եւ իդեպ երիտասարդական խորհրդարանում իմ հետ եղել է նաեւ падգամավոր Սևակ Խաչատրյանը, ով եթե չեմ սխալվում, այո, ինձ հարց է գրանցվել, մենք այնտեղ իրար հետ ազգային ժողովում այդ ֆորմատով իհարկե աշխատել ենք։ Բայց քանի որ ժամանակ ունեմ, ես ցանկանում եմ անդրադառնալ նաեւ մյուս հարցերին, հարգելի գործընկերներ։ Ես շեշտեցի, բայց մի անգամ եւս ուզում եմ դա ասել, պարոն Մանուկյան։ Ես նկատել եմ, որ այս վերջին օրերի ինֆորմացիոն փոթորիկների մեջ fake news-երը շատ են։ Եվ այդ fake news-երից մեկը այն է, որ ասում են, որ Կոնջարյանի կինը պետական բյուջեից այսքան աշխատավարձ անում, պետական հայփոստից այսքան աշխատավարձ է ստանում եւ այլն եւ այլն։ Ես նորից եմ ասում, իմ կինը պետական բյուջեից երբևէ աշխատավարձ չի ստացել։ Հայփոստը ինքնաֆինանսավորվող կառույց է եւ հայփոստը պետությունից չի ֆինանսավորվում, պարոն Մանուկյան։ Քանի որ իմ կնոջ աշխատանքային կարիերայի մասին եք հարցնում, իմ կինը 10 տարի առաջ աշխատում էր միջազգային կազմակերպությունում եւ ստանում էր այնքան աշխատավարձ, ինչքան աշխատավարձ, որ դուք, պարոն Մանուկյան, հիմա ստանում եք որպես ազգային ժողովի падգամավոր։ Ինքը 10 տարի առաջ ստացել է այնքան աշխատավարձ, ինչքան որ դուք այսօր ստանում եք։ Բայց ի տարբերություն ձեզ ինքը դա չի ստացել պետական բյուջեից, եւ դուք ի տարբերություն իմ կնոջ ստացած աշխատավարձից, պարոն Մանուկյան, ինչպես Տիկին Խամոյանը եւ ձեր գործընկերները 5 տարի շարունակ ստացել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից գոյացող աշխատավարձ եւ չեք եկել աշխատանքի։ Չեք եկել աշխատանքի։ Եվ այս պատմությունը, այս վերնագրերը նաեւ բանի դիտանկյունի մասին են, էլի ռիֆրեյմ անելու մասին է։ Հիմա օրինակ կարա չէ նաեւ մամուլում լինի sense վերնագիր, որ ոչ թե վերնագիր, որ Հայկ Կոնջարյանի կինը ստանում է այսքան աստղաբաշխական աշխատավարձ, այլ Հայկ Կոնջարյանի կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Կամ վերնագիր, օրինակ, ինչքան գումար է հարկատուների կողմից վճարված վատնել Ագնեսա Խամոյանը որպես ազգային ժողովի падգամավոր 5 տարիների ընթացքում։ Կամ քանի տասնյակ կամ հարյուրավոր միլիոնների գումարներ են վատնել Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները հարկատուների փողերից, չգալով աշխատանքի եւ ստանալով աշխատավարձ այն մարդկանց աշխատավոր ժողովրդի կողմից, ովքեր գնում են եւ ստեղծում են հավելյալ արժեք։ Տեսեք, ընդհանրապես ֆրեյմինգի հարց է, պարոն Մանուկյան։ Իսկ ձեր քաղաքական բանի մասին, անցած ճանապարհի մասին, եթե ժամանակ լինի, ես կասեմ համեցեք, արձագանքեք։
Արոն Կոնջուրյան։ Արձագանք։ Այդ падգամավորի աշխատավարձը ձեր գրպանից ոչ մեկ չի տալիս падգամավորներին։ Եվ падգամավորները այս կամ այն քաղաքական նպատակարարությամբ, եթե որևէ նիստի էլ չեն մասնակցում կամ որևէ աշխատանքի, այդ մասով պահում է լինում։ Ինչ վերաբերվում է մուննատ գալը, որ չեք մասնակցել, չեք աշխատել, ես կարող եմ տոննաներով պատմել, թե ինչ են կարել, ինչ են կարել։ Այստեղ դեր դիմաց է նստած առնվազն իմ ժողովի նախկին նախագահը, մի հատ հետո առանձին խոսակ։ Շատ եմ խոսացել, շատ է պատմել ձեր։ Չէ, օդի մեջ բան չասեք։ Երկրորդը, այդ որ ասում եք բյուջեի չի ստանում։ Չեմ ուզում այդ շատ մանր բան է։ Որ ասում եք բյուջեի չի ստանում, պետական հիմնարկը, բա ի՞նչ է։ Պետական հիմնարկը ի՞նչ է։ Եվ վերջապես, պարոն Կոնջուրյան, ես որպես լրատվության մեջ եղած երկար տարիների խմբագիր սիրում եմ բառերը շատ հստակ։ Երբ որ հայտարարում եք հայ փոստի պատմության ամբողջ ընթացքում, այսինքն 1991 թվականին օրինակ փոստային ծառայության տնօրենը շատ ավելի բարձր է ստացել, քան այսօրվա հայ փոստի տնօրենը, ձևակերպումը ճիշտ տվեք։ Միգուցե կառավարման հանձնված Ավարտվել է ժամանակը, պարոն Մանուկյան։ Տնօրենն ավելի ստացել, բայց երբեք մի ասեք հայ փոստի ամբողջ պատմության մեջ։ Պարոն Կոնջուրյան, խնդրում եմ մի վարքյան, էլի, հարգելի գործընկերներ, այդ թվում նոր падգամավորներ։ Այնտեղ ժամատախտակն է, այնտեղ էլ խնդրում եմ հետևեք ժամանակացույցին եւ մի անցեք ժամանակը։ Ես իհարկե երբ որ մոտենա ավարտը կզգուշացնեմ, բայց լավ կլինի ինքներդ հետևեք եւ չանցնեք, որպեսզի նորմալ ընթացքով ընթանանք։ Շնորհակալություն։ Դե այն կողմին նայեք, այն կողմը երևում է, պարոն Մանուկյան։ Կամ գոնե ես երբ որ ձեզ ասում եմ ավարտեք, լսվում էլա, չէ՞։ Համեցեք, պարոն Կոնջուրյան։ Պարոն Մանուկյան, բնականաբար ես նկատի ունեմ ողջամիտ հեռանկարում։ Ես կարծում եմ, որ նույնիսկ վիրավորական կլիներ ձեր համար, որպեսզի ես այդ աստիճան պրիմիտիվացնեի, նկատի ունենալով, ասենք 1992 թվականի մասին, խոսքը ողջամիտ հեռանկարում, ասենք վերջին 10 տարվա ընթացքում համեմատականների մասին էր։ Ինչ վերաբերում է պարոն Մանուկյան, քանի որ դուք խոսացիք կուսակցությունից, դուք մենք շատ ենք խոսել այս մասին, էլի, դաշնակցության պատմության, եւ դա իմ ամենասիրելի ժանրն է։ Իդեպ ես ուզում եմ մի հատ նկատառում անել։ Ես չէի կարող տեղից նկատառում անել, բայց դա շատ կարևոր է։ Երեք որ իմ գործընկերոջ պարոն Ռուբինյանին ասում էիք, բա որ բանի 18 թվականի մայիսի 28-ին, օգոստոսի 1-ին, բա դաշնակցությունը քանի քառակուսի կիլոմետր, 70,000 քառակուսի կիլոմետրով Հայաստան տվեց, չէ՞, տենց եք, չէ՞ ասում։ Շատ, իսկ ինչ եղավ ընդամենը 1 շաբաթ անց դրանից։ 1 շաբաթ անց Բաթումի պայմանագրով հունիսի 4-ին 18 թվականի Հայաստանի Հանրապետության տարածքը մնաց 10,000 քառակուսի կիլոմետր։ Այդ բանակցությունների ժամանակ էլ պատվիրակությունը ղեկավարում էր բանը դաշնակցական Ալեքսանդր Խատիսյանը։ Բա ժողովուրդ ջան, բա պարոն Մանուկյան, դուք որ ասում եք դուք համոզված դաշնակցական եք։ Դուք դաշնակցության ինքնությունը ես կարծում եմ, որ չեմ ուզում ուրիշ բառ օգտագործեմ, բայց չեք ընդունում։ Ներողություն, պարոն Կոնջյան, խնդրում եմ ավարտեք։ Պարոն Մանուկյան, լավ էլի։ Ինչ չեք տեղից արձագանքում։ Հիմա ընդդիմության տեխնատուն էլա չեք գալու, ինչ իշխանության ներկայացուցիչները սկսեն տեղից Պարոն Մանուկյան, դուք չեք պատկերացնում վերջի 5 տարվա մեջ ինչքան թիվ եք դուք խառնել, բայց ես լուր լսել եմ, չէ՞ դա։ Եվ ոչ միայն թիվ։ Գնացեք ծխեք, պարոն։ Սևակ Խաչատրյան։ Շենքի տարածքում չծխեք։